Ողջույն սիրելի աջակիցներ, այսօր կպատրաստենք ռոլ տնային պայմաններում։ Անցնենք առաջ։ Վերցնում ենք 800 գրամ բրինձ, ինչու համար 800 գրամ, որովհետև 9-ից 10 բաժին պատրաստելու համար մեզ լիովին հերիք է, եւ լվանում ենք։ Սկզբի համար ահա այսպիսի պղտոր տեսք է ունենալու, մի քանի անգամ լվանալուց հետո գույնը լրիվ բացվում է։ 4-5 անգամ լավ լվանալուց հետո ահա այսպիսի արդեն մաքուր տեսք է ստանում, դնում ենք գազօջախի վրա, որպեսզի եռա։ Սպասում ենք մինչև եռա, հենց սկսում է եռալ, կափարիչով փակում ենք եւ 15 րոպե չենք բացում։ Ահա 15 րոպեն արդեն անցել է, բրինձը լրիվ արդեն պատրաստ է մշակելուն։ Վերցնում ենք փայտից տախտակ, լցնում ենք փայտից տախտակի վրա մշակելուց, որպեսզի ամբողջ խոնավությունը վերանա։ 800 գրամ բրինձին ավելացնում ենք 100 մլ բրինձի քացախ, կպչունությունը ապահովելու համար։ Հետո փորում ենք տախտակի վրա եւ սպասում ենք մինչև լավ սառի։ Անցնենք պատրաստելուն։ Եթե չունեք ձեռնոց, ուրեմն ձեռքերը շատ լավ թրջեք եւ միշտ պահեք խոնավ, որպեսզի բրինձը չկպնի ձեռներին։ Վերցնում ենք 200-ից 220 գրամանոց գնդիկ եւ այսպես բացում ենք ողջ լայնությամբ։ 1 սանտիմետրի չափով թողնում ենք ներքևից, 1 սանտիմետրի չափով թողնում ենք վերևից։ Հիմա ցույց կտամ ինչ նկատի ունեմ։ Հիմա մի փոքր հարթեցնենք, որպեսզի ընդհանրապես նուրի վրայից բրինձը չթափվի, շուռ ենք տալիս։ Ահա այս 1 սանտին նկատի ունեի։ Հիմա ավելացնում ենք սերուցքային պանիրը եւ մնացած բոլոր մթերքները ինչ որ ունենք ձեռքի տակ, կոնկրետ ինչ որ անվանումով չենք պատրաստում, չգիտեմ, Կալիֆոռնիա, Ֆիլադելֆիա, դրակոն ինչ որ մի բան, ըստ ցանկության ինչ ունենք սառնարանում։ Աշխատում ենք շատ չծանրաբեռնել, որպեսզի փաթաթելուց խնդրի առաջ չկանգնենք, փաթաթելուց պարտադիր ահա այսպիսի մի կողմը կպցնում ենք մթերքին, այն մեր 1 սանտիմետր թողած նուրին եւ բրինձը կպնեն իրար։ Բռնելով մի թեթև ձգում ենք դեպի մեզ, տանում մի թեթև առաջ եւ փորձում ենք վերջնական տեսքի բերել։ Կամ կլոր, կամ քառակուսի, ըստ ցանկության ով ինչպես է ուզում։ Երկու կողմից լավ ամրացնում ենք, որպեսզի կտրելուց հանկարծ չփխլվի։ Ահա ստացել ենք այսպիսի տեսք, անցնենք արտաքին ձևավորմանը։ Ձևավորում ենք սաղմոնով։ Մի փոքր փորձենք ձգենք, ամրացնենք բրինձի վրա, որպես սաղմոնը նույնպես կպչի բրինձին, կտրելուց հանկարծ չթափվի վրայից։ Ահա ստացել ենք 9 բաժին այսպիսի գեղեցիկ եւ հետաքրքիր ռոլներ։ Մթերքները չեմ ասի, որովհետեւ շեշտեցի, ավելացրեք այն, ինչը ունեք ձեռքի տակ։ Ջուրը լցրեք այնպիսի տարայի մեջ, որպեսզի հարմար լինի, դանակը ամբողջովին թրջե։ Պարտադիր չէ ինչ-որ սուշի համար կամ չգիտեմ ինչ նախատեսված դանակ, բանջարեղենի համար նախատեսված դանակ, ինչի համար շեշտեցի բարակ, որպեսզի կտրելուց չվնասի բրինձի հատիկները, ամեն անգամ կտրատելուց թրջում եք դանակը եւ ստանում եք ահա այսպիսի որակ։ Չգիտեմ ձեզ դուր եկավ թե ոչ, գրեք կոմենտներում եւ անպայման տարածեք։ Բոլորիդ բարի ախորժակ։